Ինչ արդյունքներով դուրս եկաք։ Ուրեմն որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին, նիստը ավարտվեց, տեղի ունեցավ են ինչ-որ սովորաբար տեղի ունենում այսպիսի քաղաքական գործերով։ Ինչ նոր հանգամանքներ ճշտեցիք ձեզ համար, ինչ էին Ոչ մի նոր հանգամանք չկա, Ժորժ ջան, ոչ մի նոր հանգամանք գոյություն չունի։ Մյուս կողմից ասում էին ստանդարտ տեքստեր, օրինակ կալանավորման հիմքերի մասին, օրենսգրքով գրված ստանդարտ տեքստեր։ Ուրիշ բան չկա սրա մեջ։ Որևէ հիմնավորում, որևէ տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը կատարել է ենթադրյալ հանցանք չկա։ Կա ենթադրություն հենված ինչ-որ տվյալների, հենված ինչ-որ տվյալների վրա, որոնք ինքնին արդեն նորմալ տվյալներ չեն։ Սա հաստատվեց։ Դատարանում հաստատվեց, որ չկա որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է այդ իրեն վերագրվող հանցավոր արարքը։ Այլ կա ընդհանրապես ենթադրություն։ Լավ, Մասիս Մելքոնյանը ինչ դիրքորոշումներ, չեմ կարծում, որ լրիվ ըմբռնած լինեք իր դիրքորոշումը, ամեն դեպքում հարցադրումներով ինչ էր ուզում ճշտել այդ հերթապահ հայտարարություններից մյուս կողմի։ Ոչ մի հարց չի տվել, որևէ հարցադրում չի արել։ Բայց ասում է, չէ, որոշումը տրամադրությամբ էր արտնացել, որ ոտքի վրա գոնե դիմա։ Չեմ հարցրել։ Դե ժորտ, նոր բան է, ասենք դա իրավաբանությունը ստեղ կապ չունի։ Բայց հնարավոր է, որ ինաչափություն չլինի այս անգամ, չէ՞, բացառություն լինի, որովհետև Արշակ Սրբազանն էլ տես մի բան ասեց, ոնց որ ինքն է ձեր նման լավատես է, բայց ես որպես ճանաչող, որպես փաստաբանությամբ մի քանի ժամ, մի քանի տարի զբաղվող վստահում եմ, որ չկա տես բան։ Ոնց է իրան զգում, որովհետև տարբեր շրջանակներից տեղեկություններ ունենք, որ ինքը առողջական խնդիրներ էլ ունի։ Այս պահին ինքը ոնց է իրան զգում։ Շատ լավ է այս պահին, դեղ ընդունում, առավոտյան իր դեղը դատարանին նաև տեղեկացրեցինք, տվեցինք, առողջական վիճակը նորմալ է։